Ալիսը զգում էր, որ այն տղան, որը հաճախ գալիս էր իր ռեստորան ու հավաքում մնացած ուտելիքները, ինչ-որ բան է թաքցնում, ու մի օր որոշեց հետևել նրան, բայց այն, ինչ նա տեսավ, հետո նրան շշմեցրեց. «Բախտդ բերել է, փոքրիկ, այսօր շատ մնացորդներ ունենք, կարող ես տանել տուն», ասաց Սթիվը։ Նա Ալիսի ռեստորանի խոհարարն էր և հաճախ ուտելիքի մնացորդներ պահում Քրիստոֆերի համար, մի փոքրիկ տղայի, որը հաճախ էր գալիս իրենց մոտ սնունդ վերցնելու։ «Իսկապես, այսքան շատ ուտելիք կա, բավարար կլինի, որ ընկերներիս հետ էլ կիսվեմ»։ Քրիսի աչքերը փայլեցին։ «Այո, Քրիս», ժպտալով պատասխանեց Սթիվը։ «Սպասիր այստեղ, պայուսակներ կբերեմ»։ Քրիստոֆերը անչափ ուրախացավ, երբ ստացավ սննդով լի պայուսակները։ Նա լայն ժպիտով շնորհակալություն հայտնեց Սթիվին, ձեռքով արեց ու ուրախ հեռացավ, բայց Ալիսը մինչ այդ չգիտեր, որ իր ռեստորանում սա սովորական բան է, մինչև մի օր չտեսավ, թե ինչպես է Քրիստոֆերը հեռանում։ Նա կասկածեց, թե արդյոք տղան իսկապես ուտում է այդ ուտելիքը, թե պարզապես տանում է։ Պետք է պարզեմ, ինչ է կատարվում այս տղայի հետ, նա ընդհանրապես անօթևան չի թվում, մտածեց Ալիսը, նայելով, թե ինչպես է նա հեռանում։ Հաջորդ օրերին նա սպասում էր տղայի վերադարձին, և երբ Քրիսը երրորդ օրը նորից եկավ, Ալիսը նրան դիմավորեց ռեստորանում։ «Բարև, մնացորդների համար ես եկել», մեղմ հարցրեց նա։ «Այո», ուրախ պատասխանեց Քրիսը։ «Կարող ես խոհարարին կանչել, նա պիտի պայուսակները թողներ ինձ համար»։ Ալիսը ջերմ ժպտաց։ «Պետք չէ, քեզ համար թարմ ուտելիք եմ պատրաստել, որ մնացորդ չուտես։ Ի դեպ, ո՞նց է անունդ»։ «Օհ, շատ բարի եք, շնորհակալություն», ասաց Քրիստոֆերը։ «Լրիվ անունս Քրիստոֆեր է, բայց կարող եք Քրիս ասել»։ «Իսկ ինչու տանը չես ուտում, Քրիս», հարցրեց Ալիսը։ «Մայրիկդ հիվա՞նդ է»։ Քրիստոֆերի դեմքը փոխվեց։ «Դե, ես ապաստարանում եմ ապրում, իսկ այնտեղ լավ չեն կերակրում։ Ամեն անգամ, երբ այստեղ եմ գալիս, ձեր աշխատողները օգնում են ինձ, շատ շնորհակալ եմ դրա համար։ Բայց հիմա պիտի գնամ», ասաց նա ու շտապ հեռացավ։ Ալիսը սկսեց կասկածել, որ տղան ինչ-որ բան է թաքցնում, ու այդ օրը որոշեց հետևել նրան։ Այն, ինչ նա տեսավ, նրան ցնցեց։ Ապաստարան գնալու փոխարեն Քրիսը մտավ մի տուն, ուտելիքի պայուսակը դրեց մուտքի մոտ ու վազեց հեռու։ Քիչ անց տանից դուրս եկավ մի տարեց կին, զարմացած շուրջը նայեց, վերցրեց պայուսակը ու մտավ ներս։ Ալիսը պատրաստվում էր դուռը թակել ու հարցնել, թե ով է այդ կինը և ինչպես է ճանաչում Քրիստոֆերին, սակայն չհասցրեց, քանի որ ռեստորանից շտապ զանգեցին և նա ստիպված էր հեռանալ։ Հաջորդ օրը, երբ Քրիսը նորից եկավ ռեստորան, Ալիսը սպասում էր նրան։ «Դու պիտի ինչ-որ բան բացատրես, Քրիս, ես չգիտեմ, որ ուտելիքը ուրիշի համար էիր տանում, ասա անկեղծ, ով է նա»։ «Կներես, ես քեզ խաբել եմ», անմիջապես խոստովանեց Քրիսը, «բայց ուտելիքը տանում էի իմ տատիկի համար, նա հիմա իմ միակ ընտանիքն է»։ Ալիսը շշմած էր։ «Այդ դեպքում ինչու ես ապաստարանում ապրում»։ Քրիսը ճակատը կնճռոտեց։ «Երբ ծնողներս մահացան, տատիկս չկարողացավ խնամակալություն ստանալ, որովհետև ֆինանսապես կայուն չէր, նա նույնիսկ ուտելիք գնելու փող չունի։ Դրա համար ամեն օր գալիս եմ այստեղ, որպեսզի ուտելիք տանեմ նրան»։ Ալիսը հպարտ էր Քրիսի համար, որ նա այդքան հոգ է տանում իր տարեց տատիկի մասին, բայց միևնույն ժամանակ սիրտը ցավում էր նրանց վիճակի համար։ Այդ նույն օրը նա գնաց տատիկի մոտ ու ամեն ինչ պատմեց։ Քրիստոֆերի տատիկը, Էդիթը, ապշեց, երբ հասկացավ, որ հենց իր թոռնիկն է այս ամբողջ ժամանակ իր դռան առաջ ուտելիք թողել։ «Սա իսկապես իմ թոռն է», արցունքները հազիվ զսպելով ասաց Էդիթը։ «Աստված իմ, ինչքան եմ կարոտել նրան, կներես, որ չկարողացա օգնել»։ «Մի անհանգստացեք, տիկին», հանգստացրեց նրան Ալիսը։ «Ես կարող եմ օգնել ձեզ ու ձեր թոռանը»։ Այդ նույն օրը Ալիսը գնաց այն մանկատունը, որտեղ Քրիստոֆերն էր գտնվում, ու խնամակալության դիմում ներկայացրեց։ Բարեբախտաբար, բոլոր ձևակերպումները արագ կատարվեցին, և Քրիստոֆերը կարողացավ վերադառնալ տատիկի տուն։ «Չգիտեմ ինչպես շնորհակալություն հայտնեմ քեզ այս ամենի համար, ինչ արեցիր, Ալիս», ասաց Էդիթը։
Միշտ ուզել եմ թոռնիկիս կողքին լինել, բայց կյանքը ցավոք այդպես դասավորվեց, և տատիկը սկսեց լաց լինել։ Պետք չէ, ինչ շնորհակալություն մի հայտնեք, տիկին, պատասխանեց Ալիսը, ես ուրախ էի օգնելու համար, քանի որ ես էլ շատ փոքր հասակում կորցրել եմ ծնողներիս, հասկանում եմ, թե ինչքան կարևոր է հարազատների շրջապատում լինելը։ Էդիթը բռնեց Ալիսի ձեռքերը։ Չեմ կարող փոխել անցյալը, բայց դու միշտ կարող ես գալ մեզ մոտ, դու մեզ համար արդեն ընտանիքի պես ես։ Շատ բարի եք, ասաց Ալիսը, գրեթե լաց լինելով։ Ես շատ կուզեմ։ Քրիսը ինձ արդեն շատ է դուր գալիս։ Նա լավ տղա է։ Այո, այդպես է, համաձայնեց տատիկը։ Հիմա ինձ միայն միջոցներ են պետք, որ կարողանամ նրան խնամել։ Այդ դեպքում մի բան ունեմ ձեզ առաջարկելու։ Էդիթը մտածեց, թե Ալիսը իրեն աշխատանք է առաջարկելու ռեստորանում, բայց երբ լսեց, թե ինչի մասին է խոսքը, նորից սկսեց լաց լինել։ Գիտեմ, շատ բան եմ խնդրում, բայց ծնողներիս կորցնելուց հետո ես էլ ոչ ոգի չունեմ։ Եվ չունեմ մեկին, ում մասին կարող եմ հոգ տանել, բացատրեց Ալիսը։ Դրա համար ուզում եմ մեկին, ով կսիրի ինձ, մոր պես։ Հուսով եմ դուք կընդունեք այդ դերը, իսկ Քրիսի կրթության համար ես եմ պատասխանատու, քանի որ նրա խնամակալն եմ։ Իհարկե, սիրելիս, ասաց Էդիթը, գրկելով նրան, երբեք չեմ կարող քեզ վերադարձնել այս բարությունը, դու բառացիորեն մեր կյանք մտար ինչպես հրեշտակ։ Պետք չէ ինձ շնորհակալություն հայտնել, ասաց Ալիսը։ Ձեր շնորհիվ հիմա ես ընտանիք ունեմ, և կարծում եմ, դա ամենամեծ հարստությունն է, որ կարող է լինել։